թուրքական ընկերություն կգա եւ կներգրավի այդ աշխատանքներում Տրիպոլի։ Ասում է զուտ լինելու է սա հայ-ամերիկյանն է, այսպես։ Դուք արդյոք մտավախություն չունեք եւ նա կողմ արտահայտվեց, որ թուրքական կապիտալը բացվելուց հետո ինչ կա, որ թողան թուրքեր հյուրանոցներ եւ այլն բացեն Հայաստանում։ Առաջի հարցը սենց ասեմ, վերջի անգամ երբ հարց ուղղվել էր Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես եվրոպական ընկերությունների մասով, Փաշինյանն հայտարարել էր, որ դեռ որևէ հստակություն չկա եւ պետք է հստակեցնենք։ Հիմա չգիտեմ, եթե կառավարությունը հստակեցրել է, թող ասենք, թե ինչ են հստակեցրել, ովքեր կարող են մասնակցել։ Եվ ընդհանրապես, երբ խոսքը գնում է այդ ճանապարհի միջանցքի մասին, կարծեմ ինքը պարամետրը բառներ օգտագործել, այսինքն ով է կառուցելու, ով է շահագործելու, ով է օգտվելու, թե ընդհանրապես ով է կառուցելու։ Դա առաջին, երկրորդը մեծ շուկա, փոքր շուկա։ Եվ մեծ շուկա եւ փոքր շուկայի հարաբերություններին պետք է պատրաստ լինել։ Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից։ Առաջի հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, երկրորդ հարվածը գալու է տեքստիլի վրա, այսինքն տնտեսության բնագավառներ, որոնք էապես, ոչ թե էապես, մեծապես սոցիալական նշանակություն ունեն։ Եվ երրորդը, ես կարող եմ ձեզ ներկայացնել էկոնոմիկայի նախարարությանը, իմ ուղարկած հարցումը եւ իմ պատասխանը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա 2021 թվականին թուրքական ապրանքների վրա ամբողջական էմբարգո։ Կարդում ես եւ ուզում ես անընդհատ կարդաս։ Մարդիկ հիմնավորել են, թե տնտեսությունը ինչքանով է դրանից դրական ազդակ ստացել։ Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում, թուրքական, այո, մի տարով որ փակեցին 2021 թվականին։ Դե ներողություն, տեսակական արտադրության ավելացում, ներմուծման փոխարինում տեղականի հաշվին եւ նաեւ ասկն իտալական ապրանքներ, ընդհուպ բելարուսական եւ այլն, իրանական։ Այնպես որ ես կարծեմ, որ կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի, որ հաշվարկ ներկայացնի։ Ես ինքս 13 թե 14 թվականին եղել եմ փորձագիտական խմբի անդամ եւ մենք հաշվարկել էինք, օրինակ, երբ Հայաստանը պատասխանում էր Եվրամիության հետ խորհրդի համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր կնքել, դա Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա։ Նման հաշվարկ այսօր կառավարությունը չի ներկայացնում, որովհետեւ իրանք էլ են հասկանում, թե դա ինչով է եղել։ Պապան ասում է, որ այսպես թե այնպես այդ ընկերությունները կան, թուրքական այստեղ հատկապես տեքստիլ ոլորտում եւ ապրանքներ բերվում են, այստեղ բրենդներ կան, այսինքն որևէ խնդիր չի լինում։ Դա նույնն է, ոնց որ ասես, դե միևնույնն է, թմրամոլությունը կա, այն օրինականացնենք բրցենք էլի։ Թեթևից սկսած մինչև ամենածանր օգտագործումը։ Խաղաղություն կլինի, այդպես ասում է, հարևանները որ ներդրում անեն, խաղաղություն կլինի, դեմ եք։ Դա ուրեմն տնտեսական որևէ հիմնավորում չունի, կա ամենապարզ օրինակը, որ ասում է, թե պատերազմ սկսելու որոշում կայացնեին տնտեսագետները, ապա երկու համաշխարհային պատերազմները երբեք չէին սկսել։ Իսկ խաղաղությանը դեմ չենք եւ հենց այդ պատճառով դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ինքը բերում է ոչ թե խաղաղությունն, այլ բերել է պատերազմ եւ բերում է տառապանքներ եւ արտաքին ռիսկերի մեծացում։ Գիտեք, մի բան էլ ասեմ, օրինակ հարցը որ տվեց 1980 խնդիր։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը ինչ հոգեբանական տրյուկ անում, ասում է ինձ ընտրել է ժողովուրդը, ուրեմն եթե դեմ ես ինձ, դեմ ես ժողովրդին։ Չէ, ժողովրդին դեմ չենք, որովհետեւ դու ընտրվել ես լրիվ ուրիշ խոստումներով։ Եվ երկրորդը, քեզ ընտրել է ժողովրդին, այո, եւ քեզ ընտրել է ժողովրդի 27-28%-ը։ Դեմ ես ինձ, ուրեմն դեմ ես խաղաղությանը, չէ, դեմ ենք քեզ, դեմ չենք խաղաղությանը։ Ճարտարային ծրագրում առաջնային տեղ էր գրավում հենց խաղաղության մասին, ինչը ես հիմա կատարել եմ։ Այդ դեպքում իր ծրագիրը պետք է ներ ընդհանրապես մի նախադասություն։ Այդ դեպքում իր ծրագրի մեջ կային էական հակասություններ եւ երկրորդ այն ժամանակ ինքը կան խաղաղությունը տեսնում է Շուշի եւ Հադրութի դեօկուպացիայի Արցախի հակամարտության կարգավորումը անջատում հանուն փրկության բանաձևի մեջ իրականացնելու մեջ։ Հիմա փոխվել է այդ ամեն ինչը, դա մեկ։ Երկրորդը ինչ խաղաղության մասին ենք մենք խոսում։ Եթե երկրի տարածքի մի էական հատված օկուպացված է թշնամու կողմից, եւ թշնամին լկտիաբար ուրեմն խառնվում է քո ներքին գործերի մեջ։ Օրինակ, սահմանադրության փոփոխության պահանջը դա միջամտություն է քո ներքին գործերին։
Տեսեք, նույն այդ փաստաթուղթը, որը նախաստորագրվեց։ Հիշում եք, չէ՞, որ նախաստորագրումից օրեր առաջ, լավ, դա նախորդող շաբաթներ Ադրբեջանը մշտապես գնդակոծում էր Հայաստանի Հանրապետության հարավը, Սյունիքը, մասնավորապես նախկին Գորիսի շրջանը։ Դա պարտադրված խաղաղություն է, ճակերտավոր, պարտադրված թուղթ է։ Ինչ նշանակում ես բերել եմ խաղաղություն։ Պարոն Պապյան, Ինչ ուզելա դիճել ես, հիմա որ չզիջես, ել եք շարունակել գնդակոծել։